Ողջույն հարգելի հետևորդներ, քանի որ արդեն բոլորիս հայտնի է սիրված ու մեծ լսարան հավաքած «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալի վերջին սերիայի օրը, վստահաբար բոլորիդ մոտ, ինչպես և իմ, հարց է ծագում, թե երբ է մեկնարկելու նոր նախագիծը, ինչի մասին է այն լինելու և ովքեր են հանդես գալու գլխավոր դերերում։ Մինչ ամենահետաքրքիր փակագծերը բացելը, անհնար է չխոսել այն մասին, թե որքան սպասված են լինում պրոդյուսեր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի համատեղ աշխատանքները։ Նրանց ստեղծած սերիալները միշտ առանձնանում են իրենց բարձր դիտելիությամբ ու վայելում են հեռուստադիտողի անսահման սերը։ Գաղտնի չէ, որ այս ստեղծագործական թիմի աշխատանքները հավասարապես հետաքրքիր են թե տարեցներին, թե երիտասարդներին, իսկ դերասանական կազմի ընտրությունը միշտ դիպուկ է ու պրոֆեսիոնալ։ Ի դեպ, նշեմ, որ այն բոլոր նախագծերը, որոնց մասին այսօր խոսելու ենք, հենց Ելենա Արշակյան և Անահիտ Մխիթարյան տանդեմի ձեռքի գործն են։ Եվ այսպես, սպասված նոր հեռուստասերիալը պատմելու է մի տաքսիստի կյանքի ու արկածների մասին, և հենց այդպես էլ պարզ ու հասկանալի կոչվում է տաքսիստը։ Գլխավոր հերոսին, այսինքն հենց տաքսիստին, մարմնավորելու է շնորհալի և շատերի կողմից սիրված դերասան Նարեկ Մկրտչյանը։ Վստահ եմ շատերդ եք նրան հիշում Ելենա Արշակյանի նախորդ «Լեռները կհիշեն» աղմկահարույց սերիալից, որտեղ նա լայն լսարանին հայտնի դարձավ իր տպավորիչ խաղով։ Այն ժամանակ, սակայն, նրա կերպարային գիծը նախագծի կեսից անսպասելիորեն ավարտվեց, քանի որ հերոսը մահացավ, ինչը մեծ վրդովմունք էր առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Բայց այս անգամ շտապեմ ուրախացնել Նարեկի երկրպագուներին։ Նոր սերիալում նա հանդես է գալու որպես գլխավոր հերոս, ինչը նշանակում է, որ շատ քիչ հավանական է, թե սցենարիստը որոշի նրան կրկին սպանել նախագծի ընթացքում։ Իսկ ով է լինելու նրա խաղընկերուհին։ Գլխավոր հերոսուհու բարդ ու հուզական կերպարը վստահվել է շնորհալի դերասանուհի Ռոմելա Սարգսյանին, ով արդեն հասցրել է դառնալ Ելենա Արշակյանի յուրօրինակ մուսան, նկարահանվելով նրա գրեթե բոլոր վերջին սերիալներում և կերելով հանդիսատեսի սրտերը։ Նախագծում ներգրավված են նաև այլ սիրված դերասաններ, օրինակ տաղանդավոր Կարեն Մանթաշյանը, ով մարմնավորելու է Ռոմելայի կերպարի հայրիկին։ Բացի այդ, էկրաններին կտեսնենք նաև Նարինե Մկրտումյանին, Մարիամ Սարգսյանին և Աշոտ Կարապետյանին, որոնց ներկայությունը խոստանում է էլ ավելի հետաքրքիր դարձնել սյուժեն։ Իսկ հիմա անցնենք ամենաինտրիգային և դիտարժան հատվածին, որը պարզապես գամելու է բոլորին էկրանների առաջ հենց առաջին իսկ րոպեներից։ Որպես բացահայտում ասեմ ձեզ, որ սերիալի առաջին իսկ սերիայում տեղի է ունենալու շատ ծանր ու ողբերգական միջադեպ։ Ռոմելա Սարգսյանի հերոսուհին ենթարկվելու է սեռական բռնության։ Այս սարսափելի դեպքից հետո, չկարողանալով տանել հոգեկան ցավն ու անպատվությունը, նա փորձելու է վերջ տալ կյանքին, նետվելով մեքենայի տակ։ Բարեբախտաբար ճակատագիրը այլ բան է կանխորոշել, և աղջիկը ողջ է մնում։ Այս ամենից հետո գործի է անցնում նրա հայրը, Կարեն Մանթաշյանի հերոսը, ով ի դեպ բավականին մեծահարուստ և ազդեցիկ մարդ է։ Իմանալով իր միակ դստեր հետ կատարված սոսկալի դեպքի մասին, նա որոշում է ամեն գնով գտնել մեղավորին և ամենախիստ ձևով պատժել նրան իր դստեր պատվի և ճակատագրի հետ խաղալու համար։ Հենց այստեղից էլ սկսվում է իսկական դրաման, վրեժն ու սպասված արդարության որոնումը։ Որպես այս ամենի ամփոփում, ուզում եմ տեղեկացնել, որ «Տաքսիստը» նոր հեռուստասերիալը, որն ինչպես ասացինք փոխարինելու է «Ուրիշի ընտանիքը» նախագծին, իր մեկնարկը կտա հունիսի 22-ից ATV հեռուստաընկերության եթերում։ Սակայն, սիրելի հետևորդներ, կա մի շատ կարևոր փոփոխություն, որը պետք է անպայման հաշվի առնեք։ Ուշադրություն. նոր սերիալը եթեր կհեռարձակվի ոչ թե ժամը 20:00-ին, ինչպես մենք սովոր էինք նախկինում, այլ ուշ երեկոյան 23:00-ին, այնպես որ պատրաստվեք
բուռն ու դիտարժան երեկոների։ Եվ վերջում, ինձ շատ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը այս նոր նախագծում դերասանական կազմից ում կցանկանայիք տեսնել և հակառակը ում հաստատ չէիք ցանկանա տեսնել էկրաններին։ Անպայման կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։